Այստեղ աշխատում էի կարի մեքենայով, ձայներ եմ լսում, մենք այդ ձայները հաճախակի լսում ենք, միշտ ենք լսում։ Ինձ թվաց կարի մեքենայից է ինչ-որ մի բան, մեկ մի անգամից պատալոկը փլվեց, քարերով ամբողջությամբ լցվեց վրես։ Տիկին Անահիտը տագնապած պատմում է կատարվածի մասին, նոր է խելքի եկել, դեպքը օրեր առաջ է եղել, մտածել է երկրաշարժ է։ Վարդաշենի հանրակացարանի 4-րդ կարգի վթարային շենքի 69-ամյա բնակչի խոսքով շենքը 80% խոնավություն ունի, չնայած ջրի խողովակ չկա։ Մի կերպ են առաստաղը հավաքել, փորձել սենյակը կարգի բերել, ասում են խոնավության պատճառով անհնար է այստեղ ապրել։ Այստեղ առողջ մարդ չկա, ովքեր որ հնարավորություն ունեն մի կերպ դուրս են եկել վարձով, որ չմնան փլատակների տակ, ովքեր հնարավորություն չունեն, որտեղ մեծ մասամբ թոշակառուներ են։ Երեխաները բոլորը հիվանդանոցները շաբաթը մեկ գնում գալիս են։ Ես անձամբ ինքս զոբ ունեմ, հոդացավեր ունեմ, համարյա 80% անառողջ մարդիկ են այդքան բան։ 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն ապրում են փլատակներում մնալու վախով, ամեն գիշեր լսում են շենքի պատերի իրարից հեռանալու ձայները։ Պատմում են, թե վախը սրտում սպասում, թե իրենց բնակարանի փլուզման հերթը երբ է գալու։ Ավելի պատկերավոր են ներկայացնում շենք մուտք ու ելք զգուշ են անում, որ հանկարծ չփլվի։ Տան մեջ բաժարեր ընկե, կայծեր էր տալիս, որտեղ ստե համ ջուր է գնում, համ հոսանք։ Ու քան բազմիցս ասել եմ, զգուշացրել եմ, խնդրել եմ, ոչ մի բան չեն անում։ Վարդաշենի 4-րդ կարգի վթարային 68A եւ 66/1 շենքերի բնակիչները առաջին անգամ չէ, որ ահազանգում են անմարդկային պայմանների մասին։ Բաց հոսանքալարեր, ջրի խնդիրներ, սանիտարահիգիենիկ ծանր վիճակ։ Մեկ սանհանգույցից ստիպված 15 հոգի է օգտվում։ Քաղաքապետարանի ջամին պարզաբանում են, բավարար բյուջե չկա եւ խնդիրը պետք է լուծվի կառավարության աջակցությամբ։ Բնակիչների պնդմամբ իրենց խոստացել են այս ամիս հստակ պատասխան տալ հանրակացարանի բնակիչների հետագա ճակատագրի վերաբերյալ, նշելով, որ գործընթացը վերջնական փուլում է։ Նախորդ տարի գարնանը բնակիչներին կառավարությունից հորդորել են սպասել, բայց այդպես էլ հարցին լուծում չի տրվել։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։